Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի 4 կոտրակ 5 տեղամասային հանձնաժողովի նախագահ Սերգեյ Ավագյանն այսօր դատապարտվեց 1 միլիոն դրամ տուգանքի։ Դեկտեմբերի 6-ին նա խլել էր Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդ Գոհար Աբրահամյանի հեռախոսը եւ թույլ չէր տվել նկարը անել խախտումը։ Արաբգիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր ճանաչեց նաեւ 2 այլ քաղաքացու փոխարեն քվեարկելու համար։ Դատական նիստը սակայն դատավոր Դավիթ Գրիգորյանը արգելեց տեսանկարը անել, Համբաստանյանի ցանկությունը հաշվի առնելով։ Քանի որ Սերգեյ Ավագյանը ընդունել էր մեղքը, դատաքննությունը նրա իսկ միջնորդությամբ անցավ արագացված կարգով։ Դժոխք կողմը համարում է, որ չտրվեցին բազմաթիվ հարցերի պատասխաններ։ Արդյոք ով էր պատվեր տվողը։ Իմ կարծիքով անձը չէր գնա հանցագործության, եթե ինչ-որ մեկը իրան ասած չլինի կեղծիքները, խոչընդոտները դիտորդի նկատմամբ։ Դժոխք կողմի ներկայացուցիչները գտնում են, որ խնդիրներն առաջ են եկել դեռևս նախաքննության փուլում։ Փորձաքննությունը դեռևս չէր պարզել փաստորեն հիմա այս Համբաստանյանն է քվեարկել, թե այլ անձ է քվեարկել։ Մանավանդ այն պարագայում, երբ որ կնիքները անհատական, իր կնիքը չէր դրված, հանձնաժողովի անդամի կնիքն էր դրված։ Դատավորը փաստորեն համակարծիք էր նախաքննության մարմնի հետ եւ հալածի ուղի պես ընդունեց այդ եզրակացությունները։ Սահմանադրական հանրաքվեի օրը ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ հարուցվել է 79 քրեական գործ, որից 30-ը կարճվել է։ 35 քրեական գործով 38 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ։ Հարուցված քրեական գործերից ոչ մեկում չտեսանք հետևանքը, պատճառը, ինչն էր պատճառը, վերջապես նրանք մատնանշում են գաղափարը։ Արդյոք սահմանադրության մայր օրենքը կեղծելը դա գաղափարը, չգիտեմ։ Սահմանադրական հանրաքվեի հետ կապված ընտրախախտումների համար որևէ մեկը չի ազատազրկվել։ Դատարանները նրանց դատապարտել են միայն տուգանքի։